բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, եւ այսպես Ռուսաստանը արդեն նաեւ այսօրվանից չէ, վաղվանից, այսօր ամսի 2-ը, վաղը 3-ը։ Վաղվանից սահմանափակում է նաեւ ճիր բանջարեղենի մի քանի տեսակների ներմուծումը։ Իրավիճակը բավականին լարված է, Լարսից վարորդներ ուղղակի գլխիկոր վերադառնում են Հայաստան փչացած ապրանքով։ Այսօր Նիկոլ Փաշինյանն ասաց, ես ձեր բիբարին տեր կկանգնեմ, դուք մենակ խաղաղությանը տեր կանգնեք։ Միակ խնդրում եմ այս մասով ձեր տեսակետը եւ ինչ աղետների առաջ է կանգնած հայ մարդը, հայ գյուղացին, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Հիմա մի հատ բանի առաջ ենք կանգնել, որ հայելը տես բաներ լինելու է թե գազի բնակավարում, թե բենզինի, հիմա չգիտեմ, անենց ես որպես մի քիչ հին մարդ, դրա մեջ նաև մի ուրիշ բան եմ տենում, ասում արա կարող ես ամեն ինչը սենց չերես Բաքու հուպ տան, էլի, չերես Բաքու տանեն, մարդ են, տանեն ընդով անցկացնեն, բիբարնել, էնել, իհարկե ես դա կոնկրետ չեմ ասում, ուղղակի որ ես ամեն ինչը վեր եմ լուծում, այդպես բաներ եմ մտածում, որովհետև այս ահռելի ժողովուրդը, ու մեր չափն ու գյորա ահռելի, չարչարվել են պարտքերով, դեսով, դենով, դրել են կլուբնիկա, բիբարա, պամիդորա, ես ինչ հաճացրել են, այսօր կանգնել են մի հատ շատ տհաճ իրողության առաջ, մի քանի գյուղացու էլ չգիտեմ այդ ինչ են տվել, կանգնում են մի երկու ящик պամիդորով կարող է մեր երկրի խաղաղությունը պետք չի չի եղել հերնել անիծած։ Այսինքն այդ մարդիկ տենում ես որ ինչ-որ մեկի կողքի բանվոր են, իսկ իրանցն էլ չէ այդ պամիդորը, իրանց բանվորության փող առել են, նրանց պետք չի ասենք 20, 40, 50 տոննա պամիդորը կտանեն, կթափեն, թե տոմատ կսարքեն, այս քանի տարի ես 7-8 տարի արա տոմատի գործարաններ սարքեիք, չգիտեմ բիբարի ինչեր սարքեիք, ամեն ինչն էլ այսօր պահածոացվում է, փառք Աստծու, այո, փառք Աստծու, ասենք այդ հայկական ապրանքներն էլ դրսում արժեք ունեն դեռևս, շատ չենք այդքան կեղտոտվել, պլյուս դրան այնտեղ տղեկ ունենք, որ ասենք կարողանում են խանութների դեսի դենի բանով այտենց կազմակերպեն, նաև սենց էլ եմ մտածում, որ վաղը մյուս օրը հաստատ գազի խնդիր է լինելու, բենզինի խնդիր է լինելու, այնպես ոնց որ իմ մեջ, ասենք սենց մտնի, որ էտել երևի անում են, որ էտել Ադրբեջանից ստանանք, մի քիչ այնպես տհաճա, բայց ինչ անենք, չգիտենք ինչ անենք, կոնկրետ ես դրա ելքը չեմ տենում, ելքը Ռուսաստանի հետ 1000 տարվա, 1000 շատ ասեցի, քանի տարիների այն կապերն է, որը որ խորացած է եղել, այդ կապերը, որ Նիկոլ Փաշինյանը շուտ ասում է, համենայն դեպս ես ավելի մոտ եմ Ռուսաստանի հետ, քան որևէ մի այլ երկիր, գոնե դա կյանքի կոչի, եթե իրոքը տենց է, եթե ասում եմ էլի, նշի, որ եթե տենց է, այն կողքի, չգիտեմ, իր աշխատողներ ասեմ, չգիտեմ բաշիբոզուկներ ասեմ, չգիտեմ թիմ ասեմ, կամանդ ասեմ, ով ասեմ, փաստորեն ըստ Նիկոլ Փաշինյանի մենք տենում ենք, որ Ռուսաստանի հետ արդեն սենց հակադրվել են, ինքն էլ ասում է Ռուսաստանի հետ լավ եմ, սենց էլի լավ եմ, բա եթե տենց է, այդ կողքինները դե ռադարանես թիմ հավաքի, որ լավը լեն, եթե նրանք խանգարում են, դու ուզում ես լավը լի, էդ էլ մի ուրիշ բան, մի խոսքով մեծս տհաճ իրավիճակի մեջ ենք, ես վախում եմ վաղը գազը լինի, մյուս օրը ընդամենը 5 օր գազի խնդիր կար, չգիտեմ էդ ինչ էր, եկել էր բենզինից թանկացել էր, ու մարդիկ ստիպած առնում էին, որովհետև լրիվ հարմարացրած է, մարդիկ սենց կներեք ես բառի համար խալաստով գցած իրանց ապրում են տենան ինչա, որ ասենք կարողանան դու յոլա գնանք էլի, կարողանալը որնա, յոլա գնանք, միջև մի լուզ բացվի տենանք ես ինչա։ Դա։ Հիմա էլ ասում է, գիտեք, այս նախընտրական քարոզարշավի շրջանակներում, երբ իրեն ասաց է, որ Ալիևի առաջ կզած ես ու Ալիևի համբալն ես ըստ էության, այսպես հունից դուրս եկավ, սատկացնելու եմ, ուղիղ ասում, որ այո, սպառնալիք եմ հնչեցնում իմ ընդդիմախոսների, եւ դրան զուգահեռ նաեւ վաղ առավոտից համատարած խուզարկություններ են ընդդիմադիր գլխավոր ուժերի Հայաստան դաշինքի,
ուժեղ Հայաստանի, այսպես ասենք, շտաբերում եւ ոչ միայն տներում համախոհների, խնդրեմ։ Կարա լինի, ամեն ինչ էլ կանի, այդ մարդը կարում է անի, այն ինչ ասում է ի վնաս հայի, անում է, մի բան էլ ավել անում է։ Ես հլա մի նախադասություն չգիտեմ, որ այդ թիմից մեկը թեկուզ 20 թվականից, չեմ ասում 18 թվականից, մեր ողերին թշնամի, թուրքի, որևէ մի նույնիսկ գերու կամ չգիտեմ ասենք թեկուզ մի հատ վարդով չորասի։ Նրանց ասած այդ կզծնել, մզծնել, դեզդեն, նրանց ասած սրանց, որ անումա լրիվ օրենքա, լրիվ բարե համբյուր ձևով այս մեր ղեկավարների կողմից ընդունվում է, սրանք ոչ մի բան չեն ասում, հակառակը նրանց վրա ոնց որ ասես տաքանում են, փրփրում են ու չգիտեմ ինչ են անում, գալիս են այդ ոնց ասեմ, այդ ողը թափում են մերոնց գլխին, հələ ասենք չհասած թեկուզ այս ընտրությունները, մեկ էլ չկար այն վաղ չկար ասենք նախընտրական որևէ թիմ չկար ձևավորված, մեկ էլ ժողովրդին էին ասում, մեկ էլ մեկին բռնում էին նրան էին ասում, ասենք էլի այն մարդիկ, որ մտածում էին, որ կարող է վաղը մյուս օր ընտրություն լի այդ մարդիկ գլուխ բարձրացնեն, այդ մարդկանց էին ասում, ինչ պետք է, կոպտում, չգիտես ինչ անում, հիմա էլ դա շարունակվում է ավելի դաժան ձևով։ Իհարկե բան անելու, 2 օր առաջ էր Ռոբերտ Քոչարյանի այս հավաքը օպերան, իհարկե որ այդ տենա բդի նեղություն տա, կամ են Սամվել Կարապետյանի ընտրաշավները ընտերանք տենա այդ շրջանները ոնց են ընդունում, եթե ուրիշ ոչ մի բան չլինի, խանդ կարա չէ մեջը առաջանա, ասինք հասարես չհասկացա, ես ոնց են ասեմ, Հիսուսից հետո երկրորդ մարդը լինելով Նիկոլ Փաշինյանս, սրանց ես ոնց են ընդունում, ինձ ոնց են ընդունում, ու ես ամեն ինչի ես մտածմունքների մեջ էլ ներվայնանում է, նախանձը մեջը աշխատում է, կներեք էլի սա բան հայտարարություն չի, ես նաև մի քիչ սենց հոգեբանորեն սենց որ մտածում եմ, այդ մարդը ոնց որ չգիտեմ, կներեք, բայց կարող է դեղեր մեղեր էլա բանանում, որ դիմանա ես ռեպրեսիաներին իր անգերների կողմից արված, որ այս ընտրարշավը տանի ու այդ հունից դուրս է գալի ու այն օրենք են կնոջ են ինչ ասում արա երեխեն մեռած, տղեն մեռած, թոռը մեռած, ես եմ անելու կամ են բժշկի հետ կապված, արա կնգա հետ եկել ես, կնիկա էլի չնայած լավ կնիկա հարց հետի չի, որպես բժիշկ ես իրեն ճանաչում եմ, Արա կարող է միտեղ էլ 1000 անգամ ներողություն էլի հայ մայրեր, 1000 անգամ ներողություն հայ քուրիկներ, են ասում երկար խելքը կար, չէ, սենց բան կա, նորից եմ ներողություն խնդրեմ, բան չանեք վրես։ Հեյ, կնիկա թողասել արա, թողասի ինչ ես դրել կպել այդ կնանիքին արա, մեկին միտեղ ենես, մեկին միտեղ, դե մենդ ջղայնանեմ, դուք ինչ գործ ունեք, խիչ եք կոտորվել, արա դու բա կնիկդ գնաց խիչի մեռավ։ Գնաց պտտվեց այդ բաներով, այդ ինչա, սահմանամերձ տեղերով, չգիտեմ այդ բունկերներով, վերջին հաշվով ես չեմ ասում առաջի գիծ է եղել, բայց դա եղել է էլի այդ մարդ եղել այն տեղրանքը, որտեղ այդ կնանիքն են եղել, արա, բայց մեկն էլ քեզ քու կնկանասի, իր հետ այդ գնացող այդ մանիկուրավոր այդ կնանիքին ասի, խիչ եք մեռել, կամ լեզուս չի պտտվում, ես կրվի մեջի տղեմ ասեմ, Բաքու տղեն են մնացած բաները, ես իս թույլ չեմ տա ասեմ, արա, դու խի եք ասում, այսինք այդ մարդիկ ծես, այսօր բանակում ենակ այսօր չի, Էտա շաբաթական մի հատ ամսական 2 հատ կորցնում ենք, խաղաղություն, եթե խաղաղություն հիմա այդ երեխեն կամ այդ երեխու բարեկամը մտածի իր երեխեն գնացել է կռվում, զոհվել, մի քանի թուրք էլ հետը տարել են ալավ, թե լսել են կախված կթել են այդ երեխուն։
Հիմա թե ինքն է կախել, թե ուրիշներն են կախել, աբսոլյուտի կապ չունի։ Ու միտեղ էլ ինչ-որ կարդացի, որ Բերձորից է, ինք Արցախի ընտանիքից է, ու չես կարում իմանաս։ Հիմա ես արդեն իմ մեջ մտածում եմ, որ ինչ-որ խոսակցություն է եղել Արցախցի Երևանցի հետ շատ տհաճ ու կեղտոտ այդ լեքսիկոնի մեջ ինչ-որ մի բան եղել է, ու խնդրեմ, դրա ավարտը եղել է դա, թե չէ ինչը պետք է լիներ։ Չեմ հասկանում, չեմ կարում ուղղակի կողմնորոշվեմ։ Մի խոսքով տհաճ է, վարչապետ ես, ամենայն դեպս ես 8 տարի է, քանի տարի է, վարչապետ ես արա, բա դու քեզ ընտրող հետ քու սիրելի Ժողջանն արա, քու սիրելի Ժողջանն ես, անձամբ ես հենց Սերժ Սարգսյանի հայտարարությունից հաջորդ օրը եկել եմ կանգնել եմ հրապարակում մեր տղաներով 16 դրոշ իմ կողքի կանգնած 16 դրոշ բեմ ենք բարձրացել, այդ նկարները կա, ես ամաչում եմ, բայց դե եղել ենք, ես մայիսի 8-ին դուք ընտրվել եք, մայիսի 9-ին ես եղել եմ, 60 հոգով եղել ենք Շուշիում, ես որ արցախցիների նամուս թասիբը գիտեմ արասի մի բան կլի, հա, էլ չեմ ասում, որ դուխով պատվոգիր էի սարքել, ձեր են առնուծաձև նկար կար մի հատ ճավ էդ, իմ խաչի վրա կպցրել, բերել, ձեր վարորդին եմ տվել այդ դուխով պատվոգրից դուք ունեք, արա, բա այդ ամեն ինչի մենք տեսել ենք, անցել ենք, չնայած ինձ, որ ընտեղ ասեցին, որ Չիլինգյան ջան անհոգ եղի, իրան բերելա կրակեմ հրաչը, ընդեղ ուրիշ խնդիր չկա, ես սենց մտածմունքների մեջ ընկա ու կամաձյան տվի, բայց ամեն դեպքում ընտեղ էինք, են բան շուրջ պարի նկարս կա, դու եկել եք իմ մոտ կանգնում եք, ընդեմ եք սեղանի մոտ, դուք սեղանների կողքով պտտվում եք, այդ ամեն ինչի մեջով անցկացած համենայն դեպս դուք այդ մարդն եք, ես ինչ դարակ, այդ քու սիրելի Ժողջանը, քու սիրելի Արցախցին, մեկ էլ ուզում ես սաղ մերն են կներեք էլի, կոտորվեն, որ Արցախի հարցը, են որ ասում եք, ինչ էլ անենք Արցախի հարցը չի լինելու, այդ հարցը որպեսի վերացնեք, ամեն քայլի էլ դիմում եք, հա դա անելու բան չի ախր, դա անելու բան չի, հիմա ես անհարմար եմ զգում, բայց գիտեք ինչ, դուք ոնց որ ապացուցեք ձեր հայրիկի ասածը, չնայած ըստ գիտական բաների ապացուցվել է, որ ձեր հայրիկն ասելա, որ ասեց, որ այն ամեն օր էլ պտտվում է ջերում, որ բոլը մուդրովը, ավելի մուդրի մարդ ունտրեք, քան իրան, կամ այսօր ձերքինը քու կողքին չի, քու երեխեքը քու կողքին չեն այդ ընտրա պայքարի ընթացքում ինչի համար, ինչի համար, հազար բան են ասում, դուք գիտեք, մարդ չունեք, մտնի ժողովրդի մեջը տենա ինչեր են ասում, դրանց պատասխան ինչ-որ մի ձևով տվեք, մեկն ասում միտեղ պատանդ են տարել, մեկն ասում միտեղ ունեցվածն են վեկալել, գնացել, ախր ամեն օր մեզ այդ հարցակող են անում, մենք չգիտենք ինչ պատասխանենք, այդ ժողովրդին պատասխանեք, մեկն ասում են ենքան վատնա չեն ուզում կողքին լեն, պատասխանեք այդ ժողովրդին, Փաշինյան, պատասխանը տվեք, որ խի այդ ձևի, ախր մենք էլ նորից եմ ասում, անձամբ ես 500 դուխով պատվոգիր եմ վաղտին սարկես սաղձեր անունից չգիտեմ ոգևորել մեծիկ ու ճուրիկ ու կուսակիցներին մարդկերանց, ախր այդ մարդկերանցում տվել են, զանգում են, խոսում են, պարոն Չիլինգյան, այս պատվոգիրը տվել եք, տեր չեք կանգնում, հիմա մենք ինչ անենք, հիմա ես ինչ պատասխան տամ, անհեշի, որ ես կարող ուրիշ պատասխան տամ, քանի տարի ես իմ խոսքը ասում եմ, հարցը դա չի, բայց դուք էլ ձեր խոսքը գոնե ասեք, որ մենք շատ չի մեզ մեղադրենք, թե չէ կոտորում եք, արա հայ եք կոտորում զուտ, Արցախը չի լելու, տես բան չի կարալի, դես դեն, էնա Ռուսաստանի խորքերում Բաբոձեդոյի արձանն են դնում, ստեք հանդը մեկ ընդ դնում են, հային բան չկա, հայ աստու կողմից ստեղծված ազգա, ինչքան ուզեք վերացնեք չեք կարալու, չի լինելու, եթե ասենք 15 թվականին, որ ուզում են մի հայ թողան, են էլ թանգարանում, որ էտի չեղավ են գելու գազանի մեջին, դուք շատ փոքր մարդ եք, որ դանեք, ուղղակի ժողովուրդը են ոնց ասեմ, հներից
սենց թոթափվելու համար, սենց առանց հասկանալու, դա էլ ասեմ, գիտեին թե որ ասենք մի ուրիշը գա սենց ոսկին թափվելու ավիրևից, առանց հասկանալու եկան դրիկ հերնանիցեցիկ այ աղբեր ջան, ընչի հիմար, ընչ հիմա լավ ասենց, լավ հլա դուք նայեք, ես կան ես մի երկու ամիսը, երկու իրեք ամիս անտրաշավ եք անում, միատ ծրագրից խոսացած կաք, ազգային ժողով եք մտնում իրար հետ կռիվ, դուրս եք գալի իրար հետ կռիվ, լրատվության հետ չգիտեմ այդ հրավերների եք գնում իրար հետ կռիվ, Facebook-յան այդ վեճերի վաղտ իրար հետ կռիվ, միջև երբ, ընչի համար, ախր դուք ձեր ձևերն անում եք, մենք ստե կոտորվում ենք, ախր մենք Հայաստանին ուրիշ ձևի ուրիշ աչքով ենք նայում, ախր մենք մեր համար Հայաստանը փող դիզելու տեղ չի, փող աշխատելու տեղ չի մեր համար Հայաստանը, գուլյանկեկի վայր չի, սա մենք մեր երեխեքի համար պետք է թողենք, տեղ թողենք, չգիտեմ, մի քիչ ես անցյալ իմ խոսքի մեջ սենց անցյալ բառել ասեցի, բայց օրինակ իմ համար շատ դաժան է անցյալի, ասենք, ճղված կոշիկներ, են Սերժ Սարգսյանը մի բոթասը մեծ, մեկը փոքր, են որներ ասել, են մարդու ուսանողական, ես չեմ բանանում, իրա կողմից չեմ, չէ, բայց երևի այդ ամեն ոգի մեջին ամենա սալիդնի մաքուր հակնված են վաղտ ինքն է եղել, Ռոբերտ Քոչարյանին ճղված կոշիկով եկավ, ճղված ջեմբրով եկավ, արա Ռոբերտ Քոչարյանը 80-ական թվականներին եղել է են որ գործարանի պարտկոմ է եղել, ընդեղից եկել է վերջը Բաքվի հետ Արցախի հարցեր լուծողներից մեկն է եղել, որ դրական առումով էլի չեմ ասում չգիտեմ իմ հարցեր, որ ասենք չեր կարան դե պաշտոններա, դեսա, դենա, Արցախն էլ աշխատող ժողովուրդ չեր կարա, որ են մարդը իր համար գոնե մի, ասենք խոսքի մի շալվար չառնի, էլի, եկավ շարժումը սկսվեց, ստեղ մի հատ հետաքրքիր բան կա, ես ասում եմ, հիմնականում են մի ձևի յախիտնի արցախցիներ կա, չէ՞ մի 15-20%, ես էլ նրանց եմ ասում, որ նրանք էլ են միտոմ մարդ են, Սերժ Սարգսյանից ասենք, ընդ Ռոբերտ Քոչարյանից են խոսում, հիմա ես կոնկրետ նրանց համար եմ ասում, այդ պիտուխների համար եմ ասում ես, ուրեմն այդ մարդը եկավ ընդ այս պատերազմական շրջանի Վազգեն Սարգսյանի խոսքով նաև, ինչքան մենք գիտենք, Արցախյան հաղթանակների սիմվոլ դառավ, Էդի բոլորս գիտենք, ասենք, կարող առաջինը չէր, երկրորդներ, երրորդներ, բայց իրոք այդ մարդը կար, հա ճիշտ է, գիտենք, սպանությունները եղել է քաղաքական, բայց ամեն տեղել, ամեն վաղտել կա, ամեն չէ, դե հիմա ասենք կոնկրետ Արտուր Մկրտչյանինը, ես հասկանում եմ, չեմ ասում վեկալել են, կարող անձնական հողի վրա է եղել, ինչ կապ ունի, ասեն ամեն ինչ էլ ամեն տեղ էլ լինում է, բայց դա հոդու չի կարելի ասենք մարդու վրա տանելու տենց կոչկել մարդու վրա, խոսքը շարունակեմ, այդ մարդը այդ սիմվոլ հալով ստեղծեց առաջին նախագահը դառավ Արցախում, հա, եկավ այդ առաջին նախագահը, պատկերացրեք, խնդրում եմ, այս մոմենտը հասկացեք, այդ 15-20% պիտուղ մանավանդ արցախցիներ հասկացեք, այդ մարդը եկավ բերեցին Հայաստան, ու այդ մարդուն ասում են 6 տարի նախագահ աշխատելուց հետո բերեցին Հայաստան, մարդուն կոշիկ չուներ, ծակ կոշիկով ու ճղված շալվարով ու ջեմբրով եկավ, սկսեց աշխատելը, արա, բայ եթե մարդը 6 տարի, հլա Հայաստան ինչ կասեն, ինչ չեն ասի, դա հաջորդ դասին, մարդը 6 տարի Արցախը աշխատի, նախագահ աշխատել, են ժամանակաշրջանում, որ ասենք Հայաստան աշխարհի ու հայերի փողերի մեծ մասն դեղապտտվել, զենքատանելա, բերելա, լիքը բաներ, դա մենք տեսել ենք, այդ մարդը, որ 6 տարի եղել է նախագահ, այդ ոնց եղավ, որ իր համար գոնե մի ճուղթ կոշիկ չառավ,
մի շալվար չառավ, ասենք մի հատ սվիտեր չառավ, ճղված ջեմբրով եկավ։ Դուք հասկանում եք ինչ եք ասում։ Փոխանակետ մարդուն չոքեչոք, դուք չոքեչոք գնաք խնդրեք, ասեք աման Աստված, արա, արի գոներն են հաղթանակներ ադեսա դենան ուժեղ խոսալա, կազմակերպել է լիքը բաներ, հլսես մի կողքի դնենք։ Այս պրիմիտիվ հարցը, եթե դուք չեք հասկանում, արա, դուք ինչ եք վաբշե հասկանում։ Նորից եմ ձեզ ասում, արա 6 տարի մարդ նախագահ աշխատի, իր համար շալվար չկար առնի, ու այդ մարդուն դուք այսօր եկել եք, այսօր փնովում եք, արա, այսինքն հաղթանակներ տանի, ու իր համար շալվար չառնի, ու այդ մարդուն եկել եք դուք փնովում եք, արա, չեք ամաչում դուք, արա։ Ես հարգում եմ մարդու անցած ճանապարհը, նորից եմ ասում, չկա մեկը, որ իր տարիքում գործնեության ընթացքում ինչ որ թունիմացություններ չլի, բոլորի հետ էլ դա կլի, բայց իր հենց Ռոբերտ Քոչյանի վաղտով ավելի քիչ է եղել, քան եղել է ընդհանրապես ուրիշների վաղտով ու հիմա։ Չեմ ուզում օրինակներ բերեմ, որովհետև կերևա թե սենց ուղորդված եմ խոսում, չէ, բոլորդ էլ գիտեք, այսօրվա դեպքն էլ է տենց, ամենախաղաղ վաղտեր եղել է Ռոբերտ Քոչյանի վաղտը, 286 մարդ, քանի տարի եղել նա 10 տարում, 286 մարդ սահմանային, թե ընդ չգիտեմ սնայպերի, թե ասենք կախվելու սենց դեղմեպ դեղած կլի, հետ էլ եղած կլի։ Հիմա տարեկան այդքան կորսնում անունը դնում եք խաղաղություն, են մարդ կերանցել արյունի բան եք դնում։ Մտածեցեք, նորից եմ ասում, արցախցիներ, զգուշ մտածեցեք, նայեք, ձեր հետևից ծիծաղում են, ասում են տենում եք Ռոբերտին դեմել կանդ է, ու հետևից էլ ասում են, որ դրանք ընդեղի թուրքի մնացորդներն են, դրանց միջոցով Ադրբեջան ուզում է Ռոբերտի իմիջը իջացնի, դրանց միջոցով, այդ իմ ասած 10-15% միջոցով ուզում է Ռոբերտի իմիջ իջացնի, որպեսզի Արցախի հարց չլուծվի։ Նայեք արցախցիներ, նայեք ու մտածեք ու գոնե ճիշտ դիրք բռնեք ձեր համար, ինձ բան չի, դուք ձեր համար ճիշտ դիրք բռնեք, որ վաղը մյուս օրը խոսալու բան ունենաք ձեր իսկ ընկերների մոտ ասենք։